մենք որպես երկիր ուշացել ենք այս ոլորտում, թե դեռ կարող ենք շատ մեծ հաջողություններ քաղել։ Այս այն բանն է, որ ամեն տարի ասում ես ոնց անցած տարի Bitcoin չառա։ Տենց ամեն տարի ավելի բարձր է լինում, ամեն տարի փոշմանում ես, որ նախորդ տարի չես առել ու ասում ես դե արդեն ուրեմն ուշացա։ Ու ամեն տարի ասում ես էլի ուշացա, նույն բանը այստեղ է հիմա։ Ինչի մենք հələ չենք ուշացել, որովհետև աշխարհում կա մոտ 1000 տրիլիոն դոլարի կապիտալ, Bitcoin-ի շուկայական կապիտալիզացիան 2 տրիլիոն է, 0,2%։ Այսինքն այս նոր ֆինանսական ակտիվը, որ ամենալավ նախագծված փողն է, թվային ոսկին է, որ ինքը շատ մեծ պոտենցիալ ունի, համ ոսկին դեմոնետիզացնելու, համ անշարժ գույքը, համ արժեթղթերը, այսինքն որ փողը, կապիտալը հոսի դեպի Bitcoin։ Այս 0,2%-ը դառնալու է 0,5%, 1%, 2%, 5%, 10%, որտեղ կկանգնի, չգիտենք, բայց միանշանակ է, որ հələ տասնյակ անգամներ այս ոլորտը աճելու տեղ ունի։ Այսինքն հիմա լավ ժամանակ է, բայց շատ ձգձգել էլ պետք չի, արժի շտապել, արժի ժամանակ ծախսել, ինչքան պաշտոնյա մասնագետ կա, ֆինանսիստ կա, կարդան, խորանան, ուսումնասիրեն, հասկանան այս ոլորտը իրենց ինչ է ներկայացնում, որ մենք որպես երկիր կարողանանք արագ որոշումներ կայացնել, բարենպաստ միջավայր ստեղծել այս ոլորտի համար, ու որպես երկիր նաև որպես անհատներ ընկերություններ կարողանանք այս ամեն ինչից շահել։